Վարչապետ Հովիկ Աբրահամյանը դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն համարում է կայացած։ Քվեարկության արդյունքները բոլորիս համար ընդունելի են, լավ թե վատ, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետը։ Ընտրախախտումների մասին հարցերին պատասխանում է, թող դիմեն իրավապահներին։ Հիմա այս ունենական ինչ-որ ունենք։ Հիմական դժգոհություններ, բողոքներ թող դիմեն պատկան մարմիններին վերհաշվարկի կամ չգիտեմ թե խախտումների համար։ Մենք կազմակերպել ենք, մենք որպես ես շտաբի ղեկավար կազմակերպել ենք, որպեսզի անցնի թափանցիկ եւ արդար ընտրություններ։ Դա ընթացքում եղել են խնդիրներ, թող դիմեն։ Դիտարկումներին, որ սահմանադրական փոփոխություններից հետո Սերժ Սարգսյանը կարող է զբաղեցնել վարչապետի պաշտոնն ու մնալ իշխանության մեջ, Աբրահամյանն արձագանքեց. երբեք մի ասա երբեք։ Սերժ Սարգսյանի հետ կապված հարցեր իրեն տվեք։ Այսինքն դուք չեք քննարկել, չի ասել, դուք առաջիկայում ձեզ Մենք շատ բան ենք քննարկում, ձեզ պարտավոր եմ տեղեկացնել դրա մասին։ Պարոն վարչապետ, Բայց դուք ապրենք կտեսնենք։ Դուք այնքան բան իմաց մարդիկ եք, որ պիտի հասկանաք, դա ազգային ժողովի ընտրությունների արդյունքից է կախված հաջորդ վարչապետը որ քաղաքական ուժը կներկայացնի։ Լյուդմիլա Սարգսյանն էլ հանրապետական ու դաշնակցական գործընկերների պես փաստեր է պահանջում ընտրակեղծիքների վերաբերյալ։ Տիկին Սարգսյանին առայժմ չի մտահոգում Սերժ Սարգսյանի հետագայում վարչապետի պաշտոնը զբաղեցնելու հավանականությունը։ Չեմ ուզում մտահոգվել այդ մասին, քանի որ դա այդ կարծիքը նորից կարող է փոխվել, ինչ որ ձևավորվել է։ Հետևաբար մտահոգվելու բան չունենք, կապրենք կտեսնենք։ Բարգավաճ Հայաստանի պատգամավոր Վահե Էնֆիաջյանը կանխատեսումներ չի անում, թե նախագահի պաշտոնը թողնելուց հետո Սերժ Սարգսյանն ինչով է զբաղվելու։ Առաջիկա ընտրությունները ցույց կտան, ասում է նա։ 2017 թվականին հասկանալով, տեսնելով մեր հասարակությունը, ինչ վստահության քվե է տալի այս կամ այն քաղաքական ուժի, ըստ այնու կարծում եմ ավելի ուղղորդված եւ ավելի ընկալելի կլինի եւ տեսանելի կլինի, թե որ քաղաքական ուժից ավելի դոմինանտ ներկայացուցիչ կարող է լինել հավակնորդ այդ պաշտոնին։ Եթե սահմանադրության փոփոխությունից հետո Սերժ Սարգսյանը վարչապետ դառնա, դուք դրան նորմալ կվերաբերվեք, թե դա ձեզ համար Ես Սերժ Սարգսյանի փոխարեն չեմ պատրաստվում ինչ-որ մեկնաբանություններ անել, թե նա ինչ քայլի կգնա, ինչ գործառույթներ փորձի իրականացնել, բայց այն, որ նա հայտարարել է, որ պաշտոններին չի հավակնում, դա էլ փաստ է մնում։ Իսկ վերջին հարցազրույցում կարծես թե նա Ես ելի եմ ասում, ես չեմ պատրաստվում իր փոխարեն ասել, թե նա ինչի է հավակնում։ Օրինաց երկրի պատգամավոր Մհեր Շահագերդյանը հղում է անում կուսակցության տարածած հաղորդագրությանը, որտեղ նշվում է հանրաքվեի ընթացքում արձանագրված ընտրախախտումների մասին։ Շահագերդյանի կարծիքով իշխանափոխության իրականացման մեխանիզմը 2017 թվականի համապետական ընտրություններն են։ Մենք համարում ենք, որ ընտրությունները ստեղծված են նրա համար, որպեսզի պայքարել, որպեսզի նոր իշխանության ձևավորման համար պայքարել։ Մենք կարծում ենք, որ դա հենց այդ մեխանիզմներ հիմա մենք ամենայն դեպս այն բոլոր հնարավորությունները, որ կլինեն, մենք պետք է մաքսիմում իրականացնենք։